Բարի ժողովուրդ ջան, օրը Կիրակի է։ Երկու թեմայով եմ խոսալու, խնդրում եմ դիտեք, որովհետև եթե ես սա չասեմ, ձեզ ուրիշ ոչ ոք չի ասելու։ Բայց հիմա պետք է ասել, հիմա պետք է սրա մասին խոսել։ Ուրեմն լավ լուր ունեմ, որովհետև Քարոզարշավի 10-րդ օրն է։ 10 օր առաջ, դրանից 10 օր էլ առաջ, որ մարդկանց հետ խոսում էի, ասում էին, դե Նիկոլը ընտրված է, դե ձև չկա, ինքը կրել է, всё։ Եվ սա Հայաստանում միշտ է եղել, որ ընտրություններով իշխանությունը երբեք չի փոխվել։ Այս մոտեցումը միշտ է եղել, որ գործող իշխանությունը կարա կրի ընտրություններով անհնար է իրան կրել։ Այս թեզը եղել է։ Ուրեմն երեկվա դրությամբ եմ ձեզ ասում, մարդկանց մեջ բան է փոխվում։ Մարդիկ սկսել են ասել, որ կարող է կրվի այս Նիկոլը։ Սկսել է այս տենդենսը սկսել է թափ հավաքել։ Բնականաբար դրան նաև Նիկոլը դեր ունի տեղ, որտեղ ամեն օր մի պրոբլեմ բռնում է եւ մարդիկ այդ տեսնում են։ Եվ սկսում է այս զնագնդին սկսում է խոշորանալ, բայց պետք չի խափնվել նաև այդ բանով, ինչի, որովհետև պետք չի արագ ոգևորվել դրանով, էլի։ Շատ adekvat պետք է այս հարցին նայել ու հասկանալ ինչա պետք անել, որ միանշանակ վերջնական կապիտալիզացնել այս ամեն ինչը։ Հիմա գամ ընտրություններին։ Ուրեմն նայեք, այս պահին ընտրություններին մասնակցելու մոտավորապես թիվ են ասում, որ ինչքան մարդ է պատրաստվում մասնակցել, 1.200.000-ի կարգի մարդ։ Սա շատ վատ թիվ է, ժողովուրդ։ Շատ վատ թիվ է, եթե այս թիվն է ընտրություններին մասնակցում, շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ։ Բացատրեմ թե ինչ։ Ուրեմն մեր ուսումնասիրություններով Նիկոլը մոտավորապես ունի 500-550.000 ձայն այս պահին։ 21 թվականին տարել է 688.000 ձայն։ Ինչի այսքան ձայն ունի, դե հիմի ունի մոբիլիզացված ընտրողներ ունի, այս ընտրողները գնալու են տեղամաս։ Անհնար է որևէ բան անել, որ այս ձայնը իջնի։ Այսինքն իր մասին ինչ կազմա վատ խոսան, հիմա վատաբան են, չեն ազդում իր ձայների վրա։ Սա մոբիլիզացված ընտրողը գնալու է ընտրական տեղամաս։ Խաղ չկա, ինքը գնալու է։ Այսինքն ինքը հստակ ֆիքսած ձայն ունի արդեն, եւ օպոզիցիան ոչ թե պետք է աշխատի այդ ձայնը նվազեցնի, որտեղ դա անհնար է, այլ պետք է աշխատի նոր ձայներ հավաքելու վրա։ Նոր ձայներ հավաքի, որ կարողանա հաղթել։ Ինչի նոր ձայներ հավաքելու վրա, որովհետև ընդդիմադիր եռյակը իրար հետ վերցրած, եկե մի հատ էլեկտորալ պաթոլոգիա դեմեղ է, առաստաղի, էլեկտորալ առաստաղի ու ինչ տանելու է, ինչ հավաքելու է, հավաքի կանգնելա։ Եվ հավաքի կանգնելա չի կարողանում գնա առաջ։ Մա ինչ որ մեկը, ես իմով, կարող է իրանց տեխնոլոգներն են։ Սկսել են թեստ շրջանառել, որ արա այն մյուս ուժերը, որ մասնակցում են ընտրություններին, բա անցողիկները մենակ է շորսն են, մեդիայում էլ է սա արվում, ամեն ձևի արվում է, փորձագետներով, բանով, դե որ անցողիկներն է շորսն են, այսինքն Նիկոլն է, Սամվել Կարապետյանի ուժն է, Ռոբերտ Քոչարյանի ուժն է, Գագիկ Ծառուկյանի ուժն է, այսինքն կա Փաշինյան, Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, այս շորսն է։ Մնացած ձայները կարա Փոշյանը, այ դուք ոչ մեկին ձեն չտակ կփոշյանը, ինչի են սա անում։ Սա անում են նրա համար մտածում են, էլի, իբր տեխնոլոգն է երևի ասում, չգիտեմ ում ինչ տեխնոլոգներ են աշխատում, որ այ որ քարոզ են, որ մյուս ուժերին ձայն չտա ժողովուրդը կգնա այս ձենը կտա այս 3 խոշոր ընդդիմադիր ուժերին, մեկ էլ դե Նիկոլը իր ձենը ունի, հա։ Ու սենս կդասավորվի։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայեք տեխնոլոգներ, այդ քաղաքական ուժեր, սա ֆունդամենտալ հիմարություն, հա, բացատրեմ թե ինչու։ Չկա հողի վրա քայլող մարդ, ասես քայլում է հողի վրա Հայաստանում, որ ուզում է ընտրի օրինակ Սամվել Կարապետյանին, բայց որ մենք կանք ստիպված գալիս է մեզ ընտրի։ Չկա տենց մարդ։ Չկա հողի վրա քայլող մարդ, որ Քոչարյանին ընտրող է, բայց որ մենք մասնակցում ենք ուզում է գա մեզ ընտրի։ Դրա համար Քոչարյանն պետք է քարոզեն մեր դեմ, որ մեր ձենը չկա տենց մարդ, գոյություն չունի։ Չկա տենց մարդ հողի վրա քայլող, որ ասեն Գագիկ Ծառուկյանի ընտրողներից է։ Բայց ասես տատանվում է, Ծառուկյանին ընտրի թե ինձ, գոյություն չունի տենց բան։ Քանի որ սա արձանագրում են, որ գոյություն չունի, հետեւաբար գալիս է հետեւյալ խնդրեմը, որ կան 100,000-ավոր մարդիկ, իմ կարծիքով 200,000, Երևանում միայն անգամ, որ չեն ուզում այս քարյակին ձայն տան, այսինքն Նիկոլին չեն ձեն տալի, Սամվելին չեն ձեն տալի, Ռոբերտին ձեն չեն տալի եւ Գագիկին ձեն չեն տալիս։ Բայց այդ մեջտեղում պետք է ձայն փնտրեն, որ ուժ փնտրեն, որ ընտրեն, մեկ են կողմից քարոզում են, որ քուզենը կփոշյանա, արդ ձեզ խափում են։ Եթե դուք գնաք ընտրական տեղամաս,
Ոչ թե խորհրդարան է լինելու 3 ուժից, 4 ուժից, կարող լինի 6 ուժանոց, 7 ուժանոց խորհրդարան կարող լինի։ Եթե դուք ելնեք գնաք ընտրական տեղամաս, ու ձեր ոչ մի ձայն չի փոշիանա։ Ձեզ խափում են մտածելով, որ դուք կմտածեք ձեր ձայնը կփոշիանա, չգաք տակ Էդմոն Մարուկյանին ու դրա խաթեր գնաք տակ, ասենք, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին։ Բայց դուք եթե ուզենայիք այդ ձայնը տայիք, վաղուց այդ ձայնը տված կլինեք, որտեղ իրանք վաղուց քարոզար շավ են անում։ Իրանց ընտրողներն արդեն մոբիլիզացված, ամրագրված են, էլ всё, ինչ կա դա չի աճում։ Կարա դաժեն գնի, ընկնում է շատ դեպքերում, բայց չի աճում։ Հետաբար այս քարոզչությունը նրա մասին, որ ձեները փոշիանում են, արա ձեները ոնց անեն, կարա չփոշիանա, բան, խափում են սաղի ժողովուրդ։ Մի այլ կարգի ձեզ խափում են։ Ես Վանաձորից մի դեպք պատմեմ, Վանաձորում 12 թվականին իմ ընտրաշավն, հա։ Դե ասում են, դե դու մենակ տղա ես, դե դու ախր ջահել ես շատ, ախր ոնց կլինի բան, տենց ուժեր կամ բան։ Մի մարդ sense ելույթ է անում, մի բակում մեկ է մի մարդ ասա, «Վալա մի րոպե, ախպեր, հասկացանք, լավ, մի րոպե, մի հատ ցույց մնամ, եկե մի բան ասենք», ասի, «Լավ, ասեք, բան»։ Ասեց, «Ախպեր, լալսի քեզ մի բան ասեմ»։ Ասավ, «Ես քեզ կընտրեմ»։ Ասի, «Շնորհակալ եմ շատ, բան»։ Բայց դու կընտրվես։ Ուրիշ նայ չես մարդուն ասում, այսինքն, ոնց ես քեզ կընտրեմ։ Ասա, ուրեմն լսեք ինչ եմ ես ասում։ Դու գնա ընտրի, ես կընտրվեմ։ Բա հաստատ ասի 100%։ Այդ մարդու մեջ հավատն հենց էին կոտրել։ Բա եղավ ախպեր, պայմանավորվեցինք, ասի պայմանավորվեցինք։ Ուրեմն գնաց այդ մարդը ընտրության, բնականաբար ոչ միայն այդ մարդը 12000 մարդ գնաց ընտրության։ Իմ մասով գոնե ու ես ընտրվեցի, հետո այդ մարդը եկավ գրասենյակ, ասեց, լսի կյանքից մեջ առաջի անգամ ես մեկին ընտրել եմ, որը ընտրվել է։ Չես պատկերացնի ինչ բավականություն եմ ստացել process-ից։ Միշտ ում ընտրում էի, չէր ընտրվում։ Հիմա այսինքն մարդկանց թևաթափ են անում, դեմոտիվացնում են, որ չգնան ընտրության, որովհետև երբ որ իրան դու ասում ես դու ձենը կփոշիանա, մի ընտրի այն մյուսներին։ Ինքն այն 4-ին է չի ուզում ընտրի։ Թևը կտրես չի ընտրելու։ Ինքը ինչ անում, մնում է տանը, դե որ մնում է տանը, ընտրական մասնակցությունը մնում է 1.200.000, 1.200.000-ի մեջ Նիկոլի 550,000 ձայնը քանի տոկոս անում։ Ձերը քանի տոկոս անում։ Այսինքն ոչ թե պետքա քարոզեք, որ մարդիկ չգնան ընտրական տեղամաս, ձերեն մտքով թե բա կգնա մեզ կընտրի, այլ պետքա քարոզեք, որ անպայման գնա ընտրական տեղամաս։ 1.400.000 մարդ մտնի ընտրական տեղամաս, всё։ Երևանը գնա ընտրության, Նիկոլը տուն է գնում։ Երևան գնա ընտրության, Նիկոլը տուն է գնում։ Երևան գնա ընտրության, Նիկոլը տուն է գնում։ Էսա քարոզչությունը, ոչ թե փոշիանում եմ, ի՞նչն է փոշիանում, ի՞նչ փոշի։ Ի՞նչն է փոշի, ի՞նչ փոշի։ Դու գնացիք ընտրեցիք փոշիած, հա։ Հիմա պետք է ասեք 50,000 մարդ նստած մտածում է։ Արա այդ Էդմոնին ընտրենք կարող է մեր ձենը փոշիանա։ Ասեք լուրջ եք ասում, ասենք։ Ժորժ ջան, գնացեք ընտրական տեղամաս։ Մեզ չեք ուզում, ում ուզում եք ընտրեք, գնացեք ընտրական տեղամաս։ Գնացեք, Երևան քաղաքը գնա ընտրական տեղամաս, երկրի իշխանությունը փոխվում է։ Պրծավ։ Ուզում է Նիկոլա Ախուրյանով Երևանը իշխանությունը պահի արա, Երևան հել գնա ընտրական տեղամաս։ Երևան հելի գնա ընտրական տեղամաս, Նիկոլը գնում է տուն։ Անընդհատ փողոցում կանգնացնում եք ոնց անենք պրծնենք սրանից։ Առավոտից իրիկու ձևը բացատրում են ոնց անենք որ պրծնենք սրանից։ Ես թվերով նաև տոկոսային կտեղադրեմ հիմա այս չեմ ուզում բան անեմ ստեղ, բայց ժողովուրդ ջան, իմացեք, ձայն փոշիացնում են նրանք, ովքեր քարոզում են, թե դուք մի ընտրեք սրան նրան, որովհետև ձեր ձայնը կփոշիանա։ Դրանով ձեզ դեմոտիվացնում են, դուք ընտրության չեք գնալու։ Որովհետև այդ իրաց մտածած այսինքն խուճ ու ստրատեգիան, որ փոքրների դեմ իբր փոքր ուժերի դեմ քարոզեն իրանք, բանը լինի, էլի, կգնան իրանք կընտրեն։ Հեքիաթ։ Հենա ձեզ ընտրեին, այնակ ձեր ձենը ֆիքսվել է, չեք կաճում։ Չեք կաճում։ Իջնում եք, ոչ թե չեք կաճում։ Իջնում եք։ Yeah։ Հերիքա էլի։ Իմ մոտիվացիան իշխանությունը փոխվելն է։ Ով կընտրվի, դուք գիտեք ոնց ուզում եք գնացեք ընտրեք, բայց գնացեք ընտրական տեղամաս։ Գնացեք ընտրական տեղամաս եւ ընտրեք։ Գնացեք ընտրական տեղամաս։ Հազար ձևի մենք մեր մոտեցումները ներկայացնում ենք։ Հավանում եք, մեզ ընտրեք, չեք հավանում։ Գնացեք ում ուզում եք ընտրեք ախպեր։ Չի փոշիանա ոչ մի ձեն, գնացեք ընտրեք։ 1.5 միլիոն մարդ հելավ գնաց ընտրական տեղամաս փոշիացավ ձայները, 1.5 միլիոն մարդ հելավ գնաց ընտրական տեղամաս բան եղավ։ Պիտեր Մագյարը Բուդապեշտում ոնց է հաղթել ընտրությունները։ Պիտեր Մագյարը ամբողջ Հունգարիայում ոնց է հաղթել ընտրությունները։ Ոչ թե մարդկանց դեմոտիվացել է, որ ձեր ձենը կփոշիանա, մոտիվացել է, որ գնան ընտրական տեղամաս։ Այդ արե Պիտեր Մագյարը։ Ու ջախջախի հաղթանակ է տարել։ Օրբանը գյուղերով էր էլի կրում։ Քաղաքը ոտի է հելը գնացել ընտրական տեղամաս, Օրբանը կրվել է, всё։
Հասկանում եք քաղաքը հելելա գնացել ընտրական տեղամաս։ Բայց դրա համար եմ ասում Երևան գնա ընտրական տեղամաս։ Երևան գնա ընտրական տեղամաս։ Երևան գնա ընտրական տեղամաս իշխանությունը կփոխվի։ Սա մեր նոր կարգախոսն է։ Ու եթե ինչ-որ մեկը որևէ այլ փոքր համայնքում կնեղանա, խնդիր չկա, այդ քաղաքը էլ կարան։ Հելնեն գնան ընտրական տեղամաս, ոչ թե նստեն նայեն, ասած ասեք, բա որ ասենք մենք ընտրենք, բա որ Ձեյնը Փոշյանա, բա որ Կիկոսի մահնա, բանը կամուսնանաս, բանը երեխա կունենաս, անունը Կիկոս, գդակը Պոպոս կղրգես ջրի կգնա կգնի կմեռնի։ Լուրջ եք ասում։ Բա ո՞նց եք ուզում փոփոխություն լինի։ Նայեք ինչ ա եղել։ 21 թվին, ասել ասում եմ ու փակեմ։ 21 թվին ԿՊ-ն տայել է 688,000 ձայն, 688։ Դա արել է, քանի որ ցածր շեմայել է մասնակցության, չէ, 49% է մարդ գնաց ընտրական տեղամաս, ընտրական ցուցակից։ 2,593,000 ընտրողից գնացել է 1,283,000-ը։ Եվ Նիկոլը ինչ արել, 688,000 ձայնա տարել, 53% ամբողջ 9, 54% համարը ձայնա տարել։ Եվ 53,9 եւ միանձնյա բացարձակ իշխանություն ձևավորել։ Արա մի թողեք որևէ մեկը բացարձակ իշխանություն ձևավորի։ Մի թողեք։ Մյուսը Հայաստան դաշինքը 269,000 ձենատար, այն Քոչարյանի են հզոր վախտեն, որ բան էին անում, կտրտում էին։ Մի չկա այդ գազը գնացած վիճակը։ 269,000 ձայն բացառված որ կարելի ընտանեն։ Մյուսը պատիվ ունեմը բարերի տակը մնացել 66,000։ Իրեքով երկուսով իրար հետ երկու օպոզիցիայով տալ են 335,000 ձայն։ Հիմա երեք օպոզիցիաներով այս 335-ը ունեն, պլյուս մի 50 մի քիչ լավ է կարող է ունենան կամ չունենան, կախված է իրանց արասներից, քարոզարշավից եւ այլն։ Հետո ի՞նչ է տեղի ունենում։ Չեն կրում։ Եթե 1,200,000 մարդ են, չեն կրում։ Ոչ մի ձևի չեն կրում։ Որպեսի կրեն, պետքա 4-րդ, 5-րդ ուժ մտնի, լավ։ Չեմ ասում մենակ մենք։ Տես պետք է կրեն։ Ուրիշ ձև չկա կրելու։ Օպոզիցիան ուրիշ ոչ մի ձև չունի կրելու։ Մտածել որ էսա մենք սաղի ձեներ էսենց սաղին բան կանենք, ասենք սաղի ձենը Փոշյանը, մենակ մեզ ընտրեք, մարդիկ գնալ են ձեն տնեն, չեն ընտրելու։ Ով ձեզ ընտրելու էր, ընտրելու է, всё ֆիքսվել է, բրծավ։ Արձանագրված է, ֆիքսված է, կապիտալիզացիա է։ Այդ է մեծ հարց է կարալու եկեք օրը տանեք թե չէ։ Մեծ։ Կամ էս վերջին լադերքանի որ կա երկար ընտրաշավ է, սա արտահերտ ընտրություններ չի։ Ընտրություններ ես քարոզարշավի ընթացքում ինչ սխալներ թույլ կտակ, ինչեր կլինի։ Որ ասում այլ ուր ես, հենց չեր ալնելու։ Էսա սիտուացիան ժողովուրդ ջան։ Հետո չասեք թե չենք ասել, հետո չասեք չենք բացատրել։ Ինչի համար եմ ջղայնացել, երեք 3 մարդ եմ տեսել, որ ասում ուզում եմ ձեզ ընտրեմ, բայց դե մտածում եմ ախր կարող է բանը ձայնը Փոշյան։ Ասում ով է ասել։ Ով է քեզ տենց բան ասել, ով է ասում ձեզ։ Ես ինչ քարոջ ու ասեմ ինձ որ մեզ չընտրես, որպեսզի ձայնը չփոշյանը, ինչ ես անելու։ Դու ասում ես չեմ ուզում նրանց ընտրեմ։ Բայց այդ մարդու հետ դեմոտիվացրե։ Որ ինչ եք մեր քաղաքացուն դեմոտիվացնում, որ չգնա ընտրական տեղամաս։ Ամեն մասնակցող ուժ իր ընտրողին բերում է ընտրական տեղամաս։ Ինչքան քիչ ուժ մասնակցի, ինքան քվեարկության թիվը նվազելու է։ Եթե 21 թվականի ընտրություններին մասնակցել է 25 ուժ, եղել է 1,283,000 ընտրող, ամտե տեղամաս։ Մասնակցեր 10 ուժ կարող է մասնակցեր 800,000 ընտրող։ Նիկոլը դրա մեջ եղած իր 688,000-ով, որը 100% գնում էր ընտրական տեղամաս 21 թվին, տանելու էր ես իմ 70%, 80%, ես ինչքան։ 1,5 միլիոն մարդ գնա ընտրական տեղամաս, Նիկոլը իր 500,000 ձայնով տանում է 30%։ Պարզ, դժվար է բացատրել մարդկանց։ Դժվար է։ Այդքան ռեսուրսի, այդքան փողի մեջ միտք դրեք, միտք։ Ոչ թե բանով տելեգրամներով բանով արշավարեք։ Մեր դեմ կամ մյուս ուժերի դեմ։ Սա է ուզում բացատրել, սիրելի հայրենակիցներ, մի քիչ էր կարեց, բայց դե կարծում եմ հետարքիր է, մենք նաև այդ ինֆոգրաֆիկաներով այս ինչ որ ես բացատրում եմ, ցույց կտանք, եւ այո, ես պնդում եմ, քաղաքներ գնացեք ընտրության, Նիկոլը կպարտվի։ Երևան, միայն Երևանն էլ գնա ընտրության, Նիկոլը կպարտվի։ Բայց ասում եք Երևան կես միլիոն ընտրող գնա ընտրության, կես միլիոն միայն Երևանում գնա ընտրության, վերջը ավարտվում է։ Ունենում ենք մի 5-6 ուժանոց պարլամենտ, բազմաուժ, ոչ ոք միանձնյա իշխանություն չի ունենեմ, հզորանում է Հայաստանը, մի մարդ չի որ ճնշեն դրսից եւ երկիրը զարգանում է, ուժեղանում է, հզորանում է, ինչ բառ ուզում եք օգտագործեք։
Սա ուզում ես ձեզ ասեմ, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր գնում ենք Վաղարշապատ, Մայրաթոր Սուրբ Էջմիածին, պատարագին կմասնակցենք, հետո քաղաքում կլինենք, կշփվենք ժողովրդի հետ, երեկոյան Երևանում կլինենք։ Լավ մնացեք ու խնդրում եմ, տարածեք, որովհետև ամեն ինչ անելու են, որ այս նյութը քիչ մարդ նայի։ Դուք տարածեք, որ շատ մարդ նայի, դեմոտիվացված մարդկանց մոտիվացնենք, որ փոփոխությունները գա երկիր։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։